Սիրելիներս, այսօր հունվարի 7-ն է 25 թվական, ես ուզում եմ Սուրբ Հոգու ուղղորդմամբ նրա հուշումով նա ինձ հիշեցրեց, որ ես պատմեմ իմ այն երազը, որը տեսել եմ 24 թվականի երևի օգոստոս, սեպտեմբեր ամիսներին հաստատ չեմ հիշի, բայց ալիքում կա տեղադրված, այն վերաբերվում էր Մերձավոր Արևելքին եւ այդ երազս երկար էր, ես պետք է հիմա պատմեմ այնպես, ինչպես Սուրբ Հոգին է ինձ ուղղորդում, ցույց տալիս, որ պահերը, որ նա կամենում է, ես դա էլ պատմելու եմ այդ երազից, որովհետև ինձ հիշեցնում է այդ երազը եւ ասում է պատմիր բացելով, պարզաբանելով մարդկանց, ու հիմա ես պատմում եմ, լսեք եւ միգուցե ձեզանից շատերը լսել են այդ երազը ու հիշեն։ Ես տեսնում եմ ինչպես է երկրագնդի վրա խավար մռայլ ժամանակներ սկսվել եւ ես իմ երեխաների հետ դրսում եմ եւ պետք է տուն վերադառնամ, քանի որ դրսում անվտանգ չէ, բայց ոչ լույս կար, հոսանք, էլեկտրոէներգիա, գազ, ոչինչ չկար, պայմաններ չկային, կյանքի սնունդ չկար, նորմալ, ու ես երեխաների հետ վերադառնում եմ տուն, հասկանալով, որ այնտեղ էլ լավ չի, բայց դրսից ավելի լավ է, այդպիսի պայմաններ էին աշխարհի վրա, այսինքն կյանքը այդքան դժվարացել էր, ու երբ վերադառնում եմ տուն, տեսնում եմ, որ տանը ինչ որ մարդիկ են հավաքվել, տարբեր անծանոթ մարդիկ են, բայց ինձ համար կարծես թե հարազատ են եւ մի մոմի լույս են վառել։ Ու այնտեղ կար դրված տան մեջ վառարան։ Միգուցե այդ վառարանով հիշեն շատերը երազս, որովհետև այդ վառարանը հանգած վառարան էր, բայց ես տեսնում եմ, որ այնտեղ երկու կին են կանգնած, եւ ես արդեն երազի ընթացքում հասկանում եմ, որ նրանք քույրեր են, ավագ քույրներ շատ, այսպես համարձակ եւ ոչ այնքան համեստ, եւ կրտսեր քույրներ, որ լսում էր նրան, ենթարկվում էր։ Ես տեսնում եմ, ինչպես է ավագ քույրը վառում վառարանը եւ հանում է գրպանից երկու ամպուլաներ, մեկը մեծ, մեկը փոքր, եւ փորձում է տեղադրել վառարանի մեջ, եւ ես այդ կնոջը ասում եմ, ինչ ես անում, մի արա, եթե դու դա անես, պայթյուն տեղի կունենա եւ մենք կմահանանք։ Իսկ նա ասում է, ոչ, ես դա անելու եմ, եւ տեսնում եմ, որ նրա փոքր քույրը ենթարկվում էր ամեն ինչում նրան եւ լուռ էր, անում էր ուղղակի այնպես, ինչպես համաձայնվում էր քրոջ արասների հետ մեծ։ Երբ ես այդ երազը տեսա, երազումս նա դնում է այդ ամպուլան վառարանի մեջ եւ շատ մեծ պայթյուն է լինում, ես գոռում եմ, որ բոլորս կմահանանք եւ մեծ պայթյուն է լինում, բայց պայթյունից հետո ես վեր եմ կենում երեխաներիս հետ ողջ առողջ, դուրս եմ գալիս, հեռանում եմ այդ տարածքից, բայց հասկանում եմ, որ մարդիկ մահացան, ուղղակի շատ շատերը, դա շատ մեծ պայթյուն էր եւ դրանից հետո արդեն տեսնում եմ, որ երկրի վրա մութ մտնել է, հետո դրանից հետո արդեն հայտնվում եմ իմ հայրական տանը։ Երազից հետո, երբ աղոթում եմ, ես հասկանում եմ, որ հայրական տանը, որ հայտնվեցի, դա հափշտակություններ, այսինքն այդ պայթյունից հետո հափշտակություն տեղի ունեցավ։ Մութ օրեր եղան, մութ ժամանակներ, հետո արդեն հափշտակություն։ Հիմա Սուրբ Հոգին ինձ ասում է, որ ես այդ հատվածները, որ արդեն պատմեցի, դրանք պարզաբանեմ, պարզեցնեմ։ Այն ժամանակ ես ասացի, որ աղոթել եմ եւ Տերն ինձ ցույց է տվել, որ այդ մեծ քույրը, որ հանեց եւ ամպուլաները դրեց վառարանի մեջ, դա այն կինն է Աստվածաշնչի այն անառակ կինը, որ հագած էր այդ կարմիր ծիրանի զգեստները եւ գազանի վրա էր եւ այդ մեծ քույրն է եւ Աստված ինձ այն ժամանակ ցույց տվեց, որ դա բաբելոնյան պոռնիկն է, բայց ես պարզ չասացի այն ժամանակ, ես նշեցի, որ դա այն կինն էր, որ հագած էր ծիրանի եւ կարմիր զգեստ, դա մեծ քույրն է։ Բայց հիմա ինձ Սուրբ Հոգին ասում է, որ ես պետք է պարզ անուններով կոչեմ այդ երազը։ Այդ մեծ քույրը, որ հանեց երկու ամպուլաներ դրեց վառարանի մեջ, այդ վառարանը Մերձավոր Արևելքն էր։ Այնտեղ հենց նրա ձեռքով էլ հրահրվել էր այդ կրակը, որովհետև նա վառեց կրակը, հետո կրակի մեջ դրեց այդ ամպուլաները, որոնք ցույց էին տալիս, նշան էին ռումբերի, եւ նա երկու ամպուլա դրեց վառարանի մեջ եւ տեղի ունեցավ մեծ պայթյուն։ Դա բաբելոնյան պոռնիկներ, այսինքն Բաբելոնը, այսինքն Ամերիկան, ԱՄՆ-ն եւ այսինքն նաեւ Նյու Յորքը, որն իշխում է բոլորին իրականում։ Եվ փոքր քույրը Իսրայելն էր, ով ուղղակի լուր համաձայնվում էր այն ամենի հետ, ինչ որոշում էր Ամերիկան, ԱՄՆ-ն, եւ այդ պայթյունը վերաբերում էր Մերձավոր Արևելքին եւ հենց Իրանին։ ԱՄՆ-ի ձեռքով այդ երկու ռումբերը դրվեցին Մերձավոր Արևելքի արդեն իր ձեռքով վառած կրակի մեջ։ Այդ ամպուլաներից մեծը հաստատ վերաբերվում է Իրանին, պատրաստված է Իրանի համար։
դա կարվի Իսրայելի ձեռքով, դա կարվի Ամերիկայի ձեռքով, միևնույն է դրա որոշողը, դրա կառավարողը այդ ամենի ԱՄՆ-ն է։ Ես ասում եմ այն ամենը, ինչ Սուրբ Հոգին ինձ ցույց է տալիս։ Այդ երկու քույրերը ԱՄՆ-ն եւ Իսրայելն էին։ Միգուցե երկրորդ ամպուլան, այսինքն փոքր ռումբը ավելի ուղակի մերձավոր արևելքի այլ երկրի համար է նախատեսված, բայց Սուրբ Հոգին ինձ ցույց է տալիս, որ այն երկիրը, որի վրա որ գնալու է մեծագույն պայթյունը, ԱՄՆ-ի ձեռքով, ԱՄՆ-ի որոշմամբ, թեկուզ եթե դա կատարի նույնիսկ Իսրայելը, թեկուզ դա կատարի հենց ԱՄՆ-ն, դա Իրանն է։ Եվ այդ մեծագույն պայթյունը, որ եղավ Միջին Արևելքում, դա Իրանում էր։ Այսինքն դրանից բացի կարող է մի ուրիշ երկրի վրա էլ լինել պայթյուն։ Ես դա չեմ բացառում, բայց այն ինչ որ ես տեսա, դա Իրանին էր վերաբերում։ Ես ամենը բաց անուններով ասացի, արտասանեցի, ինչպես որ Սուրբ Հոգին է կամենում, ինչպես որ Աստված է կամենում, ինչպես որ ինքը ինձ ցույց էր տվել դեռ 24 թվականին, բայց ես շատ ուղիղ չէի ասել, այլ ասել էի, որ մեծ քույրը դա այն կինն է, ով Աստվածաշնչում նկարագրվում է որպես մի անառակ կին, ով հագած է ծիրանի եւ կարմիր զգեստ։ Իսկ հիմա բարձ ասացի։ Եվ ուզում եմ ասել, որ այդ երազում էլ ուրիշ տեսիլքում եւ երազում նույնպես ինձ Աստված ասել է, որ ամենամեծ պայթյունից անմիջապես առաջ մեզ կհափշտակի։ Այսինքն ինչպիսի պայթյուններ տեղի կունենան դեռ մերձավոր արևելքում եւ այլ երկրներում աշխարհի, ինչքան էլ որ նրանք մեծ լինեն, այն ամենամեծ պայթյունը, որը որ սպասվում է աշխարհին, դրանից անմիջապես առաջ տեղի կունենա հափշտակությունը, որովհետև Սուրբ Հոգին ասում է, որ եթե չլինի հափշտակությունը ամենամեծ պայթյունից առաջ, եկեղեցին ուղղակի ֆիզիկապես կենթանի չի մնա։ Այսինքն Հիսուսի այն զավակները, ովքեր որ պետք է հափշտակվեն, նրանք կենթանի չեն մնա, այնպիսի մեծ պայթյուն է սպասում աշխարհին, բայց դրան դեռ մի քիչ ժամանակ կա։